Ես էլ եմ կերել, դու էլ ես։ Բոլորս ենք կերել Ադրբեջանի տարածքով Հայաստան հասած ղազախական 4-րդ սորտի ցորենը, որը հետո պարզվեց 3-րդ սորտի է եղել։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարն է հպարտանում։ Բոլորս այդ հարցը կերել ենք, այդ 2000 տոննա ցորենը, սիրելի հայրենակիցներ, դա մեր մեկ օրվա եւ մի քանի ժամվա սպառումն է, ամբողջ Հայաստանի բնակչությունը այդ հացը կերել ենք, վերջացրել ենք։ Շարունակելու են Ադրբեջանի տարածքով ներմուծել ցորենի նոր խմբականակ, բայց թե որ երկրից եւ որքան, Պապոյանը պահում է ինտրիգը։ Երբ հասնի ապրանքը, նոր կասեն։ Ավելի շատ։ Իսկ ինչու է Բաքուն անընդհատ մերժում Հայաստանի ճանապարհներով բեռնափոխադրումներ անելու Երևանի առաջարկը։ Պապոյանը նկատում է, Ադրբեջանը հիմա ավելի թանկ է վճարում բեռնափոխադրումների համար, որովհետև ստիպված է շրջանցել Հայաստանը։ Հայկական ճանապարհներից էլ չի օգտվում, որովհետև սպասում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրմանը։ Ես ենթադրում եմ, որ սպասում են ամբողջական կարգավորմանը, որից հետո նոր Այսինքն ինչ-որ ռիսկեր են տեսնում, մտահոգություն։ Չեմ կարծում, մտահոգություն բացարձակ ես չեմ տեսնում, պարզապես մոտեցման խնդիր է։ Մենք իրենք կարծում են, որ պետք է ամեն ինչ ավարտելու միանգամից, մենք կարծում ենք, որ կարելի է զուգահեռ անել։ Մենք չենք ասում։ Փաշինյանի թիմը որոշել է զուգահեռ քայլեր անել, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել Փաշինյանի գահավիժած վարկանիշը 2026-ի ընտրությունների նախաշեմին։ Վստահ է խորհրդարանի Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ակնհայտ է, որ Ալիևի համար լավագույն գործընկերը Նիկոլ Փաշինյանն է եւ հետեւաբար ընտրությունների նախաշեմին Ալիևը որոշակի ժեստեր պիտի անի, որոնք Նիկոլ Փաշինյանի գահավիժած վարկանիշը պիտի փորձեն մի քիչ բարձրացնել, ընդ որում չստանձնելով որևէ երկարաժամկետ պարտավորություն։ Հա երկու անգամ բացեց, եկավ գնաց, հետո կփակեն։ Ինքը չի ասի, բայց միշտ եմ ասել։ Խաչատրյանի խոսքով հայ-ադրբեջանական բանակցությունների հիմքում պետք է դրվի հետևյալ սկզբունքը. եթե պետք է զիջումներ լինեն, դրանք պետք է լինեն փոխադարձ եւ համարժեք։ Եթե դու Ադրբեջանին տալիս ես միջանցք, Ադրբեջանը քեզ պետք է տա միջանցք։ Եթե դու Ադրբեջանին տալիս ես տրանզիտ, Ադրբեջանը քեզ պետք է տա տրանզիտ, ոչ թե դու տալիս ես միջանցք, իսկ ինքը ասկան անխոչնդոտ անցում, իսկ Ադրբեջանը թույլ է տալիս, որ իր տարածքով ինչ որ բեռներ մտնեն Հայաստան։ Խաչատրյանը պնդում է, Վաշինգտոնում հենց Ադրբեջանն է պահանջել նախաստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այն Ալիևը կստորագրի, երբ հասկանա, որ Փաշինյանը պարտաճանաչ կատարում է իր բոլոր պահանջները։ Որն է այդ նոր պահանջը։ Միջանցք, տրանզիտի դիմաց, սահմանազատում այսպես կոչված իրենց պայմաններով, այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձը։ Սա է խնդիրը, լավ։ Այլապես իրանք կգնային, կստորագրեին, ձեռքերը կսեղմեին, կգային եւ այսօրվա բյուջեում արդեն Հայաստանը կդներ երազ սադարակ ճանապարհի կառուցումը։ Իսկ ինչու դա չի արել Հայաստանի իշխանությունը։ Խաչատրյանը համոզված է, Փաշինյանի համար շահեկան չէ ընտրություններից առաջ Ալիևին կտրուկ պահանջներ ներկայացնելը։ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ առանց Ալիևի դաբրոյի ինքը չի կարողանա ընտրվի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Կարնե Մանգասարյան, Առաքել Օհանյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։